Վերջին ամիսներին համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսնալուծության մասին լուրն էր։ Ներդաշնակ ամուսինները դադարել են միմյանց հետ ապրել։ Այս մասին հրապարակումով էր հանդես եկել Անահիտ Կիրակոսյանն ու անկեղծորեն նշել, որ իրենք դադարում են այլևս լինել ամուսիններ, սակայն շարունակում են լինել 4 երեխաների ծնողներ։ Անահիտ Կիրակոսյանն այդ լուրից հետո շարունակում է ակտիվ հրապարակումներ անել և որդիների, և դուստրերի, և թոռնիկների մասնակցությամբ։ Հերթական հրապարակումը, որն Անահիտ Կիրակոսյանն արել է իր ինստագրամյան հարթակում, նկարահանման հրապարակից է։ Անահիտը ծննդատանն է փոքրիկը գրկին։ Շատերի մոտ այս լուսանկարներն իրարանցում էին առաջացրել, մարդիկ մտածում էին, թե սա իրականություն է, սակայն հայտնի է, որ Անահիտ Կիրակոսյանը պարզապես նոր նախագծով է հանդես գալիս։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ճիշտն ասած, սովորաբար ես բնավորություն չունեմ անդրադառնալու կայքերին, նյութերին, թերթերին, ինչ-որ բաներին, որ գրում են, գիտեք, հիմա շատ տարբեր կայքեր կան, տարբեր բաներ են գրում, բայց այս նյութով չէի կարող չկիսվել, որովհետև շատ են նամակներ, զանգեր, մարդիկ անհանգիստ են, քանի որ կայքերից մեկը գրել է, որ Անահիտ Կիրակոսյանի տունը այրվել է ամբողջությամբ և նա ունի ձեր օգնության կարիքը։ Սիրելիներս, խոսքը իմ մասին չէ, իմ տունը չի այրվել, իմ մոտ ամեն ինչ նորմալ է, ինչպես տեսնում եք, երեխեքիս հետ եմ, այս պայն հանգստի մեջ ենք, իմ մասին չի խոսքը, այնտեղ նշված է ինչ-որ Անահիտ Կիրակոսյան էջիկի, ամեն դեպքում ես չեմ ճանաչում այդ մարդկանց, և նույնիսկ հաշվեհամարներ են դրել, որ գումար փոխանցվի օգնության և այլն, համենայնիվս շահարկվում է իմ անունը, խնդրում եմ, զգույշ եղեք, դա ես չեմ։
Արդեն մի քանի ամիս է համացանցում ակտիվորեն քննարկվում է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսնալուծության մասին լուրը։ Դերասանուհին հրապարակումով հանդես եկավ ինստագրամյան հարթակում եւ խոսեց այն մասին, որ ինքն ու ամուսինը Արտակը այլևս միասին չեն որպես ամուսիններ, սակայն շարունակում են լինել 4 երեխաների ծնողներ։ Live 24 News-ը խոսել է տառոլոգ Հասմիկ Բադալյանի հետ, ով բացառիկ մանրամասներ է փոխանցել Զույգի ամուսնալուծության պատճառի վերաբերյալ, բացահայտումները հաջորդիվ առանց մեկնաբանության։ Արտակի եւ Անահիտի միջև գնացել է էմոցիոնալ վիգարание, հա, էմոցիոնալ այրում։ Այսինքն, Արտակը իրականում ընտանիքին նվիրված անձնավորություն ա դուրս գալիս, այսպես ասեմ, 8-րդ էներգիայով, բայց իր մեջ խոսում է հաճախ սառնությունը, տրամաբանությունը, չի ապրում էմոցիաներով, ավելի սառը։ Այստեղ հարաբերությունների էմոցիոնալ ֆոնը ապահովել է Անահիտը եւ Անահիտը հոգնել է դրա համար սայուզ ռասպալ։ Այսպես ասեմ, լավ է, որ եղել է, որովհետև հետագայում եթե չլիներ, արդեն ավելի խորքային կոնֆլիկտներ, այստեղ ինիցիատիվան չի եղել Արտակի կողմից։ Тут можем предположить, որ այդ дружеские եւ ընտանեկան հարաբերությունները պահպանվել են, որովհետև այստեղ ավելի հասուն էներգիաներ կան։ 10-8 մոգը, հա, վերահսկողություն, ինքնուրույնություն, այսինքն իրենք վատ էներգիաներ չեն։ Շատ հետաքրքիր բան պիտի ասեմ, 18-րդ էներգիան իրեն совместимость, իրեն սայուզում, եթե երկուսը մի բան ուզում են, իրենց մտքի ուժը շատ ուժեղ է, это моментально сбывает։ Իրենք իրար միմյանց հասկանում են առանց խոսքի, բայց շատ ուժեղ էմոցիոնալ կապ կա եւ կարմիչսկի։ Ես այսպես ասեմ, իրենք մինչեւ կյանքի վերջ էմոցիոնալ կապված են լինելու։ Ինչքան էլ իրենք բաժանվեն, չխոսեն միմյանց հետ, եթե այդպես է, միևնույնն է, իրանց կապը լինելու է միշտ իրանց բախտը նորից, sense ինչ հարցերի շուրջ վերելու է կանգնեցնի իրար դեմ դիմաց։ Շատ հետաքրքիր սայուզ է Անահիտի եւ Արտակի մոտ։ Встреча через года, это встреча, то есть в следующей жизни, միգուցե նախկին կյանքում անգամ իրենք կրկին եղել են իրար հետ։ Ուղղակի այստեղ Անահիտը հոգնել է էմոցիոնալ, հա, эмоциональное выгорание, возможно, какие-то даже вот ինչ-որ խոսակցություններ мелкие про ревность, но я не думаю. Тут просто эмоциональное выгорание. Նման սայզով մարդկանց մոտ հարաբերությունների սկզբում թվում է, թե իրենք իրար ճանաչել են մի ամբողջ կյանք։ Природный магнетизм, այսինքն այդ sense մագնիտի պես իրենք քաշում են իրար։ Միգուցե կարող է կողքից մարդիկ իրենց չհասկանան, ասեն, որ անհամատեղել են, բայց դա այդպես է։ Մի խոսքով, тут эмоциональное выгорание.